եղավ։ Լեա վատ եմ։ Տեսնում եմ, որ վատ ես, բայց մի 10 հասկանամ ինչ եղավ։ Լեա հորդ հետ էի խոսում, պայթյունի ձայն լսվեց ու ձայնը կտրվեց։ Մամ լավ ձեռ ես առնում։ Հո կռիվ կինո չի։ Խնդրեմ կապ չկա։ Մամա այնքան ասեցիր, արդեն ես սկսեցի անհանգստանալ։ Սիրտս զգում է, որ Հունանին բան ա եղել է։ Տենց եմ զգում։ Մի հատ դու նստի փորձի քեզ կառավարել, ես հեսա պապայի հետ կապ կհաստատեմ։ Փորձի կապվես հետը, որովհետև եթե Հունանի ձայնը չլսեմ կմեռնեմ։ Գրիշոյի վիրահատությունը բարեհաջող անցավ։ Հազիվ շունչ քաշեցինք ու հիմա երկրորդ հարվածը։ Մամ ջան, ախր դու սկի չգիտես ինչ ա եղել։ Արդեն խուճապի ես մատնվել։ Լեա, փաստացի պայթյուն լսեցի, հորդ հեռախոսն էլ դարձավ անհասանելի։ Մամ ջան, ախր քո թվարկածները շատ քիչ ա վատ ենթադրություններ անելու համար։ Ես ու Հունանը խոսում էինք եղբորդ վիրահատությունից։ Հաստատ հետ կզանգեր, կապ կհաստատեր, խոսակցությունը կիսատ ա մնացել։ Լավ, ամ սպասի։ Սպասում եմ հասկանամ ում կարանք զանգենք, որ մի բան իմանանք։ Աստված, ով կա, որ կարա պապայի հետ կապի դուրս գա։ Արամը։ Չէ։ Ինչի։ Արամը մեր ընտանիքի թշնամին է։ Ոնց թշնամին է։ Լեա, ես հիմա ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ սիրտ Արամին քննարկելու։ Լավ Տեր Աստված, մարդ մի նորմալ բարեկամ չունենար, զանգեր ինֆորմացվեր։ Մամա։ Մի հատ անում տամ, բայց ինձ չխեղդես։ Հայ Հունան, շան բախտ ունես է, կյանքում ոչ մեկին թաղելու համար սենց չէի պատրաստվել։ Անակոնդան զարթնել է, անակոնդան է զանգում։ Ուրեմն խաբարը հասել է, հա? Բայց ոնց կար այսքան շուտ։ 21-րդ դար կասեն, չեն թողում մարդիկ մի հատ պատրաստվեն, հասկանան ցավը, սաղ կորցրվեն այդ ինտուզիազմը, առեղծվածը, ոգևորվածությունը։ Չի պատասխանում գրողի տարածը։ Մի քիչ երկար պահի։ Ալո։ Ավո Ինանա։ Արերորդուս կինը։ Շատ ինակա քո շրջապատում։ Ցավտանն համարը տեսա, զարմացա, որ ինձ է զանգել, ինչ կա։ Լսի, ես Հունանի հետ էի խոսում, պայթյունի ձայն լսվեց ու հեռախոսը դարձավ անհասանելի։ Ցավտանն բան չեմ հասկանում, քանից նոր եմ ելել, ասածդ ինչ ա։ Մտածում ինչ որ բան է հետ եղել։ Փորձի պարզել ու ինձ հետ կապ հաստատի։ Վայ բա եղավ Ինա ջան, ցավը տանեմ, Հունանից որ մի բան եղածելներ, առաջինը ես կիմանայի այդ մասին։ Տեսար, որ ասում էի պապային բան չի եղել։ Բայց ինչ իմանաս, միջև հաստատ չիմանաս, Լեա ջան։ Ցավները տանեմ, մի հատ ուշադիրից լսեք։ Ավոհոպարը ձեզ մի բան ա խնդրում։ Ինձ 10 րոպե ժամանակ եք տալի։ Ինֆորմատորների հետ կապնվում եմ, ոնց որ պետք է սաղ ինֆորմացիան իմանում եմ, Հունան ախպերս ուր ա, ինչ ա, ոնց ա, ու ամեն բան գցում եմ տեղը, ձեր ցավը տանեմ, դուք իմ ընտանիքն եք, հանգիստ եղեք։ Լսում եք, գեղեցկուհիներ ջան, ես ձեր համար պատրաստ եմ միշտ։ Հայրդ որ իմացավ սրան եմ զանգել, ինձ կսպանի։ Չնայած հիմա թքած ունեմ ինչ կմտածի։ Կարևորը իմանամ ինքը ոնց է։ Ալո։ Ջանը, աղբեր
ախպերի ջան, բաժակդ լից։ Այսինքն Լից, բաժակդ լից, խմենք թող անուշը լնի, ունան ախպորը ասենք օղորմի ցավը տանեմ, լիցըլը։ Ես հենց հիմա կարմիր մուգ գինի եմ խմում, ու ինչ եմ գինի խմում։ Գինին արյան գույն ունի, եւ ոչ միայն արյան գույն, այ հիմա նաեւ արյան հոտ ունի։ Խմի, օղորմի հունանին։ դե հիմա գիշերվա կես զանգել ես ինձ, որ գինու դեգուստացիա անես։ Չէ, ցավը տանեմ, զանգել եմ, որ հունանի են աշխարհ գնալը նշենք։ Արա դու չես պատկերացնում ինչա կատարվում, ինչ հավես է ամեն ինչ։ Եվրոպայից, Գերմանիայից զանգում են, կնիկտա զանգել, այդ ինչ ա եղել, այդ հունանը սենց, արա հոգիս փառավորվել է Արտյոմ ջան։ Համել ուզում եմ ասեմ, ապրես ախպերի ջան, հալալա քեզ։ Ամեն ինչ արել ես իդեալական, արա դե խփելուց, անելուց տենց են անում էլի։ Փաստորեն ավելի լավ բան է եղել։ Կնիկը հետը հեռախոսով խոսալուց է եղել, պայթյունի ձենը լսել է։ Հալալա քեզ, որ տենց արիր, ասեցիր ու արեցիր։ Ինչ արեցի։ Ոնց թե ինչ արեցի։ Հունանին են աշխարհ ուղարկեցիր։ Ես էլ գիտեի դու ես արել։ Հա՞։ Արա չէ, իմ արև սա էլ է գիժ, ես գժերից պարծան չունեմ։ Մնում էր քեզ դագլատա, ինչ եմ անում։ Դենանք ինչ եմ գրում։ Ավո քեզ հավաքի, հիմա պետքա դրամա խաղաս, պետքա բոլորը հավատան։ Մամ, սպասի։ Թող ես վերցնեմ, որովհետև դու եմ վիճակում չես։ Բարձրախոսը միացրու։ Մամ, Բարձրախոսը միացրու։ ալո։ Լեա ջան, Ավո, կարողացար ինչա մի բան պարզել։ հալես պարզելու կարիք չեղավ։ Բանից պարզվում է, որ մամատ ճիշտ էր։ Բոլոր կայքերը գրում են, որ պապատ Ինչ ա եղել հունանին։ էլ ինչ լներ, հա, ինա ջան, էլ ինչ լներ, ցավը տանը։ Մեր հունանը մահացել է, մենք մեր թակավորին են կորցրել։ Մամ, Թակավոր։ Ես հաստատ Եղեգնաձորի գինի է։ Շատ լավն է։ Ես ինչ արժիվա, ինչ եք անում։ Ինչ, ես իմ կարուձևով աղջիկս էլ ինչով կարողանում է ինձ օգնում։ Իսկ ես բավական ջանջալ ու պատասխանատու գործով եմ զբաղված, բայց վերջապես ավարտեցի։ Ճիշտ ասում։ Դու քեզնից պատմի, Ինչ կա խանութից։ երբ է բացումը։ Վաղը։ Հա, լուրջ։ Մտածեցի ու որոշեցի, որ ամենաճիշտ տարբերակը դա է։ Ինչքան կարելի է սպասել։ Տենց որ սպասելով լինի, անդադ կիսատ պրատ ինչ որ բաներ է լինում։ Ժամանակ կգնա, մենք էլ բան չենք անի։ Ճիշտ է։
վարկելն էլ օրեցօր կուրեն, չէ։ Ահա, դու ինձ լրիվ ճիշտ հասկանում ես, պապի ջան։ Շատ ճիշտ եք որոշել։ Ինչքան հնարավոր է արագ բացեք, արագ սկսեք, որ արագ էլ հաճույք ստանաք ու եկամուտ։ Հաստատ, պապ ջան։ Ինչ կամանան հետում ես ման գալիս հեռախոսիդ մեջ։ Ոչ մեկին ներվերս եմ հանգստացնում։ Պապ, վաղը պետք է շուտ զարթնեմ։ Կհանես էլ ինձ քնից։ Մեծ մարդ ես արդեն։ Այդպես էլ զարթուցիչով արթնանալ չսովորեցիր։ Դե ախր երբ որ դու ես այդ անում, շատ հաճելի է։ Ես տենց գործանել չեմ կարողանում, բայց եթե օգնության կարիք կա, ասա անպայման կգամ դավ։ Մանան, այս վերջերս դու ինձ հաճելիորեն զարմացնում ես, ասում իմ անաս։ Ոյ Աստված իմ։ Ինչ եղավ։ Մեքենան պայթեցվել է նախքան Հունան Մակունցի մեքենայում հայտնվել է։ Հունան Մակունցը տեղափոխվել է հիվանդանոց, ինֆորմացիան, որ վերջինս մահացել է, չի համապատասխանում իրականությանը։ Ես բան չհասկացա։ Դե Հունան Մակունցի մեքենան է պայթել ու նենց էր գրած, որ իր դեմ մահափորձ է արվել։ Դե դա այնքան վատություն է մարդկանց արել, որ հաստատ չուզողներ շատ կունենար։ Ինչ լավ է Լեոս երկրում չի։ Ճիշտ է, մենք իրան շատ ենք ատում, բայց թող իր պատիժը Աստված տա։ Արդեն տալիս է։ Մամ, խմի ես ջուրը։ Ես չեմ հավատում այդ սրիկային։ Պես կայքերն ինչ են գրում, Լեա։ Չկա այստեղ։ Հեսա, մամ։ Այսօր ժամը 22:30-ի սահմաններում Լեպսյուսի 14 հասցեում տեղի ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների մեքենան պատկանում է Հունան Մակունցին։ Վերջինիս այրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Հիշեցնենք, որ կեղծ լուր էր տարածվել, ըստ որի Հունան Մակունցը պայթյունի ժամանակ մահացել էր։ Ես կսպանեմ այդ ավոյին կեղծ ինֆորմացիա տալու համար։ Շտապել է պապայից ազատվել։ Բա հիմա ինչ ենք անելու։ Դու մնում ես այստեղ եղբորդ մոտ, ես գնում եմ Հայաստան։ Բայց Ինչ։ Թողնենք հայրդ այնտեղ անօգնական մնա։ Ավոյի նմաններն էլ փորձեն ամեն ինչ անեն, որ այն աշխարհ գնա։ Լեա, պիտի օգնես ինձ։ Հասկանում ես, ես ինչ բարդ ընտրություն եմ անում։ Գրիշոն նոր է վիրահատվել։ Աչքերը դեռ չի բացել, ես գնում եմ Հայաստան։ ուզում եմ հասկանամ, ոնց կարար պապայի հետ sense դժբախտ դեպք լիներ։ Այս դժբախտ դեպք չես մահափորձը։ Չէ։ Հա։ Ու ես կգտնեմ մեղավորին։ Չի սատկել։ Այդ դևը չի սատկել։ Բայղուշ ինձ էիր ասում քանի կյանք ունես։ Բա դու քանի կյանք ունես, բա դու ինչի չես սատկում, արա։ Հավոլը մի րոպե։ Իրավիճակը անենց ասում եմ կարող է։ Պահ չկորցնենք, պատժ կանենք, շուտ գնային աշխարհ, հա։ Հələ մտածի հուսախապ չնես չկոտրվես։ Չի սատկել։
բայց ապրելու շանս ունենա։ Ամենից շատ ես ինչ չեմ ներում պատահման Բեռնային մեքենայի տակ գցելու համար։ Անիմաստ տեղը անմեղ մարդու մահաբարձվեց ին վրա։ Արդյունքում պլանավորածս հեչ եղավ։ Չկարացա օրս վրեժը լուծեմ։ Հոպարի հետ ես մեծ հույսով չեմ կապում։ Ինքը կամ հորս վրեժը կլուծի, կամ էլ ոչ։ Նայած իրեն ոնց շահվետ կլինի։ Շատ մոտ կողմեր կան այս պատմության մեջ։ Ինձ մոտ ցանկություն առաջացավ Հունան Մակունցի հետ հանդիպելու ու որոշ հարցեր պարզելու։ Հանգստացար, չէ՞։ Քո բախտից էր, որ Հունան Մակունցը հեսա կմեռնի ու ես տենց էլ չեմ իմանա ինքը ինչ էր ուզում ինձ ասեր։ Մի հատ հանգստացի, հա, ես քո լակոտը չեմ, ես ոնց ես խոսում իմ հետ։ Չէ, դու ես ինձ քո լակոտի տեղը դրել։ Հանկարծ սենյակիցդ հայտնվում ես մեղադրանքների մի նոր տարափով։ Ոնց պետքա լինի իմ արձագանքը։ Հունան Մակունցի մեքենան է պայթել ու իրան ծայրահեղ ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Ես այդ մասին չգիտեի։ Արդեն գիտես։ Արդեն կարաս հանգիստ լինես, որովհետև Մակունցը դժվար թե ապրի։ Չնայած դու պետքա աղոթես, որ ինքը չապրի։ Ովա մի հատ հանգստացի։ Ես ոնց ես իմ հետ խոսում։ Ես ոչ մի գաղտնիք չունեմ Հունան Մակունցի հետ կապված, որ վախենալով իրա մահը կցանկանայի։ Այս խառը պահին դու ինձ ինչ ես հիշել, Հայրիկ ջան։ Ալո։ Երջանիկ ես։ Լսի, պապա ջան, ինձ մեկ-մեկ թվում է, դու իմ անունը ոչ թե Ավետիկ, այլ Երջանիկ պետքա դրած լինեիր, որովհետև ես ամենուր երջանկություն եմ ավետում, երջանկություն, թե իմ, թե շրջապատիս համար։ Էդ ոնց, մարդկանց կյանքից զրկելով արա։ Չեմ հասկանում, Հայրիկ, ես գիշերով զանգել ես անհասկանալի զրույց ես վարում։ Լսիլա, կարող է դու ես փորձել այդ Մակունցին սպանել։ Չեմ հասկանում, այդ ցավը տանեմ, հիմա ով մեռավ, ավոն է մեղավոր, կարող է գիտես վարձու մարդա սպանել։ Չամարցակվես ինձ խփել։ Եթե քո մատը խառն է այդ մարդու մահափորձի մեջ, անկեղծորեն ինձ ասա։ Հունանի մահը իմ ինչին էր, հա, իմ ինչին էր։ Ինչի համար, այ եթե հիմա քո փոխարեն մեկ ուրիշ ինձ այդպես հարց տար, պատիվ էի պահանջելու։ Դու չես պատկերացնի այդ մարդու ես ինչ օրն էի գցելու, բայց դու քո տղուն հո լավ ես ճանաչում։ Ես խղճով մարդ, խղճով տղա, ես քիչ ճանց սպանած, մրջուն տրորած չկամ, այ հեր։ Այն աստված չգիտեմ քեզ հավատամ թե չէ։ Վիրավորում ես ինձ, Հայրիկ, խնդրում եմ։ Արի անջատեմ, որ չվիճեք, հա։ Բարի գիշեր, անուշ երազներ։ Մեղա քեզ Տեր Աստված, ես սրան չեմ հավատում։ Ներողություն, ուր է գնում։ Իմ թագավոր աղբոր մոտ։ Կներեք, բայց դուք չեք կարող հիմա ներս մտնել։ Չէ, ցավը տանեմ, հնարավոր բան չես ասում։ Ես պետք է տեսնեմ իմ աղբորը։ Ես կատարվածը շատ ծաղներ եմ տանում։ Աղբորը չտեսնեմ չեմ դիմանա, խնդրում եմ։ Բժշկական անձնակազմից բացի ոչ ոք չի կարող նրա մոտ մտնել։ Շատ կուզեի կողքիդ լինել։
Ինչ որ հրաշքով մոռանայի դավաճանությունդ ու կողքդ նստած ձեռքդ բռնած աղոթեի քո ապակինման համար։ Երբ գիտակցության գազ քո համար ծանր է լինելու։ Մի կողմից երեխու կորուստը, մյուս կողմից պապայիդ հետ պատահածը։ Իմ ընտանիքի հետ քո պայքարը տեղափոխեցիր նաև իմ ու Գրիշի ընտանիք։ Քեզ քիչ էր, որ Լեային ու Լեոյին բաժանեցիր, դժբախտացրիր։ Քեզ պետք էր իմ կյանքն էլ աղավաղեիր ու այդ դու արեցիր։ Քեզ այդ հաջողվեց։ Մենակ մի բան չհասկացա։ Ինչի Գրիշին թողեցիր, որ հետս ամուսնանա։ Ինչի չկանգնեցրիր, ոնց արեցիր աղջկա դեպքում։ Աստված տեսնում ու պատժում է մեղավորներին։ Ափսոս քչերն են այդ գիտակցում, որ գիտակցեին շատ այլ կերպ կապրեին։ Պապի, ես ինչի կենաս ես։ Մեկը լինի քեզ հարցնի։ Դու ինչի չես գնում, առավոտն շուտ ես արթնանալ։ Դե առավոտ որ պետք է գնամ առևտրի, հիմա ուզում եմ հաշվարկանը, որ ամեն ինչ ճիշտ լինի, էլի։ Միշտ այդպես պատասխանատու։ Ինչ անեմ, պապ ջան։ Կյանքը տենց սովորացրեց։ Ինչ ես մտածում։ Ավոյին էի զանգել։ Ինչի համար։ Ուզում եի հասկանալ կարող է այդ հիմարն է կազմակերպել Մակունցի մահափորձը։ Պապ ջան, իսկ կարող ենք ընդհանրապես փորձենք համ Ավոյին մոռանանք, համ այդ Հունանին մոռանանք, առհասարակ իրանց հետ կապված ամեն ինչ մոռանանք։ Շատ եմ ուզում, բայց չեմ կարողանում։ Ինչը չես կարողանում, ինչի չես կարողանում, պապ։ Մենք պետք է իրանցից ազատվենք, իրանց հետ կապված ամեն ինչից պետք է ազատվենք, իրանց հետ շփումից, իրանց հետ կապից։ Ինչ եք անում դուք ինձ հետ։ Դու պիտի ապրես։ Պիտի դուրս գաս այս վիճակից, լսում ես ինձ։ Ես երեխուս թողելու եկել եմ այստեղ, որ թույլ չտամ դու հանձնվես։ Որ թույլ չտամ մենակ զգաս քեզ։ Ապրես Հունան Մակունց, լսում ես ինձ։ Մահվանը տրվել չկա։ Իսկ ես մինչ այդ կպարզեմ, թե ով է քեզ այս վիճակին հասցրել։
Նա տարի հասկանանք ինչ վերցրեցինք, ինչ մնաց։ 5 պար ալուրը վերցրեցինք։ Կարակեն։ 5 պար պեսոկը վերցրեցինք կարակեն։ Ինչ մնաց։ Կարակն ու ձեթը։ Հեսա դրան կհասնենք։ Դա, բայց կարող ամեն ինչից շատ ենք վերցնում, արի քիչ-քիչ վերցնենք, որ գլուխ հանենք։ Բախեց, հա։ Չէ։ Նայ, ինչքան ապրանքը շատ ես վերցնում, այնքան ավելի էժանալի։ Լավ։ Դե ես ինձ բաներում չգամ։ Դե դրա համար ես եմ առևտուր անում, դու ուղղակի հանգիստ քայլի։ Գնացի։ Ինչ եմ քեզ ասելու։ Ինչ բացատրություն եմ տալու, երբ աչքերդ բաց ես։ Ինչքան ծանր է իրավիճակը մեր ընտանիքում։ Ասում են կյանքը բումերանգ է։ Երևի մեզ է վերադառնում այն, ինչը մենք ավելի կոնկրետ մեր ծնողները տվել են ուրիշներին։ Աստծուն խնդրում եմ, որ դու դուրս գաս այս վիճակից։ Լիովին ապաքինվես։ Ու նաև խնդրում եմ, որ մեր պապան ապրի։ Անկախ ամեն ինչից։ Ես իրան շատ եմ սիրում։ Իննա Մակունց, ինչի դու Հայաստանում ես։ Իսկ ես թվում էր ես ամուսնուս Բորենիների շրջապատում մենակ թվում եմ։ Բժիշկներն ինչ են ասում, ապրելու հույս տալիս են։ Հունանին հա, բայց քեզ ապրելու հույս ոչ ոք չի տվել։ Ես ինչ կլաուն է դա ես սարքել տեկին Մակունց, բա քեզ սազեց։ Երբ խոսքը վերաբերում է իմ ընտանիքին, ես շատ անկանխատեսելի եմ։ Ես չգիտեմ ինձանից ինչ ես ուզում, բայց քեզ մի շատ կարևոր խորհուրդ կտամ, որ հաջորդ անգամ նման բան քեզ թույլ չտաս, թե չես կարողա կատաղեմ ու շատ ավելի վատ բաներ անեմ։ Ոնց որ Հունանի հետ արեցիր։ Զինա, արի վերջ տանք ես անիմաստ խոսակցությանը, թե չէ իրոք հունից դուրս կգամ։ Ուզում եմ մի շատ կարևոր բան ֆիքսես։ Ես քեզանից ոչ վախենում եմ, ոչ զգուշանում։ Եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում դու պատասխան ես տալու։ Հունանը կապաքինվի։ Ու դու կտեսնես կատաղությունը ոնց է արտահայտվում։ Գիտես քո փրկությունը կլինի այն, որ պատիժդ Հունանից ստանաս, որովհետև ես շատ ավելի վատն եմ։ Քեզ շատ դաժան օրեր են սպասվում։ Դաժան օրերը ոչ թե սպասվում են, այ արդեն սկսել են։ Դրա համար էլ սենց պանիկայի մեջ ես։ Հաջողություն։ Նա դրանք ծանր են, թող, ես կտանեմ։ Ծանր չի, դա 100% մեզ ծուն, հա։ Հա։ Դե տանեմ ես, թե չէ ոտատա կանգնեմ։ Զգուշ կլնես, հա։ Սրանք էլ տանենք ներս ու վերջ։ Ինչ է վերջ, հələ ամեն ինչ նոր է սկսվում։ Ոյ Դավո ջան, դու չես հոգնում։ Նարջան, հոգնում եմ, բայց որ հիշում եմ ինչքան փող ենք պարտք բանկին, հոգնածությունս անցնում է։ Դավո այնքան ես ասել, արդեն ես էլ եմ սկսել գիշերները լարվել ու չեմ կարողանում քնեմ հանգիստ։ Ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք։ Չէ, պետք չի այդքան լարվել, Դավ։ Պիտի ուղղակի մոռանանք այդ ամեն ինչի ու փորձենք գործին նայենք։ Շատ հեշտ ես ասում, Նար։ Վայ Դավո, քեզ տիպի ուղղակի։
Դա ճապո, մերսի շատ։ Ես դու ոնց որ արդեն հոգի հանգստի ես, հա, պատրաստվել։ Պատրաստվելը որն այդ ցավը տանեմ։ Դու չես պատկերացնի ինչ էի արել, ավոն ոնց էր պատրաստվել։ Բնական ծաղիկներով, դաշտային ծաղիկներից հավաքած ծաղկեպսակ էի հավաքել, վրեն ոսկեգույն տառերով գրած, նախկին փեսայից սիրելի աներձակին, հունանիս, սն շեշտել էի։ Պետք է տես դենային, բայց դե ափսոս, չեղավ, չկպավ։ Մի բան ինչ էիր արել, Արտյոմ ջան, չպետք է սենց ելներ։ Լսի avo։ Այս անգամ էլ կսահմանափակվում զգուշացումով, բայց հաջորդ անգամ կտրուկ գործողությունների կանցնեմ։ Ինձ Հունանի գործերի հետ էլ չկապես։ Այ ցավը տանա, այ հոգուդ ղուրբան։ Բա եղավ, հա։ Հո մենք 2 տարեկան երեխեք չենք։ Դու այսքան ժամանակ չհասկացար, որ ավոին չվստահել ուղղակի չի կարելի։ Մեռնեմ կյանքիդ ինձ վստահի, ոնց որ միջև են հոգուդ խորքի ինձ վստահի։ Շատ ուրախ եմ քո համար, բայց ես քեզ վստահելու ոչ կարիք ունեմ, ոչ էլ պատճառ։ Գլխիս երկրորդ իմնան ես դարել։ Էն էլ էր մի քիչ առաջ ստե դանակով շոու էր անում։ Լավասոս էր համար չի արել, այն կանի, բայց ասա որ կարիչ տիպ է։ Ես քեզ հեսա մի հատ կարևոր բան ասեմ, դու մենակ ֆիքսի։ Avo ջան, կլինի գնաս։ Զբաղված եմ, գործեր ունեմ։ Հա, ցավը տանեմ, նենցա որ ես էլ եմ գնում գործեր ունեմ, կրկից խրված ասախ, բայց մի բան եմ ասում, դու էդի հիշի, երբ պետքա զանգի կխոսանք դաժե հեռախոսով, ինային է, դու տես մինա է, ենի ավելի վտանգավոր է, քան Հունանը, էդ ինայի որ տեսնայում ես, փոքր, մոքր, մանր, մունր, չէ, այդ ցավը տանեմ, են հրեշին, այնենց այդ բուրը հավաքել, գնա գալիս եմ, էդ քեզ ավոն ասում, աչքից տեսած եմ ասում, մեռնեմ կյանքից, բայց մի բան էլ քեզ ասեմ, ինձ վստահի ցավը տանեմ, ես լավ տղա եմ, լավ տղեկի համար միշտ պատրաստ եմ, այդ քեզ ավոն ասում։ Avo ջան, գնա։ Գնում եմ, բայց նայ, հա, հանկարծ չկորես, հետս կապով եղի։ Հալեա։ Մամ տեսար պապային, ոնց է վիճակը։ Վատ։ Դեռ գիտակցության չի եկել։ Բժիշկները ինչ են ասում, ինչ պիտի անենք։ Պիտի սպասենք։ Մամա, խնդրում եմ, ինձ ճիշտն ասա, ոնց է պապան։ Լեա, հայրդ մահամերձ է։ Էսա ճշմարտությունը, էս էիր ուզում լսել։ Գրիշոյին ուշադիր եղի, կողքին եղիր։ Միջև ես հասկանամ էստեղ ինչ եմ անում։ Ինչ պիտի անես, մամ։ Շատ բան կա անելու։
Սրանք ինձ դեռ լավ չեն ճանաչում։ Մամա, ես քեզ խնդրում եմ, ուրիշ գործերի մեջ չթաթախվես։ Կարաս ուղակի պապայի կողքին լինես ու վերջ։ Հետո կզանգեմ, Լեա։ Խնդրում եմ, մամ։ Լեա, կզանգեմ։